Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան և TikTok-յան հետևորդներ, ձեզ հետ Ծովին արվեդայական թվահոգեբան և տարողն է։ Այսօր կլինի բավական շատ հետաքրքիր լեկցիա, դա կապ ունի գաղտնագրերի, խաչերի հետ կապված, որը շատ քիչ մարդիկ գիտեն այս մասին, ես նկարը տեսել եք, տարբեր դրել եմ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչի մասին է լինելու, կանխատեսում չի լինելու, բավականին շատ հետաքրքիր սիմվոլներից ենք այսօր խոսելու, որը կապ ունի խաչերի հետ։ Խաչերը լինում են տարբեր և մի փոքր ես այսօր այդ մասին լեկցիան կխոսեմ, ձեզ կմեկնաբանեմ, կբացատրեմ։ Ասում էին, որ հին ժամանակներում խաչը եղել է աշխարհի ամենահին և ամենատարածված սիմվոլներից մեկը, տարբեր տեսած կլինեք, խաչեր կան, որտեղ որ օձեր է նկարված, խաչեր կան, խաչեր կան, որտեղ որ բարև բոլորին, խոսքի օրինակ, ապտեկան տեսել եք, խաչ է օձը վրան, ինչի մասին է խոսում, դա բուժման, ինչը կապ ունի մարդու առողջության հետ և այլն, բայց այսօր ես բավականին որոշեցի իմ սակրալ գիտելիքներով ձեզ հետ կիսվել, որ շատերին մտածելու տեղ տա։ Ուրեմն նայեք, ինչն է հետաքրքիր, որ բազմաթիվ իմաստներ կան տարբեր մշակույթներում և ժամանակաշրջաններում այսօրվա դրությամբ։ Քրիստոնեական իմաստները հենց հայտնի են եղել այս հարցում, որովհետև ասում են, որ Քրիստոսին խաչել են հենց խաչի վրա փայտի։ Սակայն դրանք հաճախ հիմնվում են ավելի հնագույն գաղտնի իմաստներ այստեղ ունեցող հատուկ նշանների վրա։ Խաչերի սիմվոլները ընդհանուր իմաստներից մի փոքր կխոսեմ, իրաց ագումից։ Խաչի ձևը ներկայացնում է երկու հատվող գծեր, հորիզոնական և ուղղահայաց, որոնք հնագույն ժամանակներից ունեն խորհրդանշական իմաստներ, այսպես են ասում։ Այսինքն ուղղահայաց գիծն է, կապը երկնքի, երկնային աստվածային և երկրի, այսինքն մարմնավոր մարդկային, դա նկատի ունեմ միջև։ Այսինքն ինչ է խորհրդանշում, այն խորհրդանշում է Աստծո ուժը, կյանքի ծառը, լսած կլինեք Իգդրասիլ, որ ասում են արմատները, այսինքն հենց կենտրոնը։ Հորիզոնական գիծը ընդհանրապես ինքը իրենից խորհրդանշում ներկայացնում է երկիրը, իրականությունը, 4 ծայրերը, այսինքն քառակուսին կամ արական և իգական սկզբունքների միավորումը։ Հնագույն և գաղտնի իմաստները նա է, որ մինչև քրիստոնեությունը ասում էին, որ խաչի տարբեր ձևերը կապված են եղել բնության, տիեզերքի և կրոնական պաշտամունքների հետ։ Ինքը մարդն էլ, որ տեսնում ենք կանգնում է, սիրելի հետևորդներ, մարդը երբ ձեռքերը լրիվ բացում են, ոնց որ խաչ լինի։ Կարծում եմ հասկանում եք և պետք է այդպես էլ լիներ և մարդը կանգնի կենտրոնում։ Ինչն է հետաքրքիր, կա արև խաչ, արևային խաչ են ասում, չնայած հետագայում այլ իմաստներ են ստացել, սա հնագույն սիմվոլ է եղել, որը խորհրդանշել է հենց արևի շարժումը, իրենից ներկայացրել է բարեկեցությունը, կյանքի շարունակական շրջանը և տիեզերական էներգիան, ինչ շատերը չգիտեն։ Կա տաու խաչ, որ ասում են անք, լսած կլինեք, այսինքն Եգիպտոսի հետ դա կապ ունի, հին Եգիպտոսում դա հայտնի է եղել որպես կյանքի բալանի, հենց այդպես էլ ասում են, խորհրդանշելով հավերժական կյանքը, որոշ տեսություններ կապել են դա նաև դրուիդների տաու աստծու հետ։ Եվ 5 տարերի միավորումը որոշ միստիկ ավանդույթներում և էզոթերիկայում խաչի 4 ծայրերը ներկայացնում են 4 տարերը, հող, ջուր, օդ, կրակ, իսկ կենտրոնը հենց 5-րդ տարն է, ինչին եթերային, որ ասում են, դա է, կամ հոգի։ Տարբեր խաչերի տեսակներ կան, օրինակ, ընդհանրապես խաչի տեսակը հիմնական իմաստը հենց քրիստոնեականն է, ընդհանուր։ Լատինական օրինակ խաչը երկար ուղղահայաց է լինում, թիվ, որի վրա 3 ճյուղերը կարող եք տեսած լինել կարճ են։ Սա ինչի մասին է խոսում Հիսուս Քրիստոսի խաչելիության, փրկության,
կներեք, փրկության, տառապանքի եւ ամենատարածվածն է։ Իսկ հունական խաչը ստեղ բոլոր 4 ճյուղերը տեսած կլինեք, որ հավասար են, հա, երկարությամբ։ Սա ինչի մասին կարող է ասել, որ հավասարակշռության մասին է խոսում տիեզերքի 4 ուղղությունների, եկեղեցու 4 ավետարանների։ Իսկ կելտական խաչը, այդպես են ասում, հունական խաչ, հա, շրջանով է ինքը եւ այսինքն օղակով կենտրոնում։ Հին կելտական արևային սիմվոլի եւ քրիստոնեայնության միաձուլման մասին է խոսում, այսինքն հավերժություն, միասնություն։ Կան նաև նկատած կլինեք X տարի տիպի, հա, դա նաև կա գաղտնագրերի մեջ ռունաների, օրինակ Գեբոն, տարի տեսքով է ինքը, այսինքն սա նշանակում է Սուրբ Անդրեաս Առաքյալի նահատակության խաչը։ Երուսաղեմի խաչն եք տեսած կլինեք, մեծ կենտրոնական հունական խաչը եւ 4 փոքր հունական խաչերն են յուրաքանչյուր թևի ծայրում։ Սա խոսում է Հիսուսի 5 վերքերի մասին կամ 4 ավետարանները եւ Քրիստոսը կենտրոնում։ Տեսած կլինեք այդպեսի շատ մարդիկ դնում են այդ խաչը իրենց վզին, առանց հասկանալու թե դա ինչ է նշանակում։ Հայկական մեր նաեւ խաչքարները դա բարդ զարդարված ծաղկող, այսինքն ծաղկազարդ լսած կլինեք քրիստոնեական մեր էգրեգորում խաչը, հա, հաճախ գտնվում է սալի վրա, այսինքն դա կոչվում է ծառի կենաց։ Ի կերպարանք ոչ միայն մահվան, այլ հարություն եւ հավերժական կյանքի խորհրդանշի մասին է խոսում։ Ընդհանրապես խորը գաղտնի իմաստները մեր հայկական ուսմունքներում, սիրելի հետևորդներ, ինքը մեր հայկական ավանդույթներում հատկապես տեսած կլինեք, հա, խաչքարերը մեր իմաստը հաճախ գնում է ավելին, քան պարզապես քրիստոնեական զոհաբերությունը։ Կենաց ծառի փոխարինումը դա խաչքարը համարվել է ծառկենացի քարե արտահայտությունը, հա, եւ դա ինչ կարող էր ցույց տալ, որ մահը, այսինքն խաչը վերածվել է անմահության աղբյուրի։ Կյանքի եւ բերքատվության սիմվոլը ստեղ խաչքարի վրա պատկերված է եղել, ասում են ոչ միայն խաչեր, այլև խաղող որդեր, հա, պտուղներ, այծեղ ջուր նռան։ Սա նաեւ խորհրդանշում է հավատացյալ կյանքի բերքատվությունը եւ հոգեվոր աճը մարդու։ Տիեզերական կենտրոնը, հա, օրինակ աստրոլոգիայի մեջ տեսած կլինեք տարբեր խաչեր կան 3, որից մեկը հենց կոչվում է Տау կվադրատ։ Տիեզերական կենտրոնի հետ կապված հենց խաչքարի կենտրոնը դա խաչի հատման կետն է, որը համարվում է այդպես։ Տիեզերական կենտրոնը դա այն վայրն է, որտեղ երկրային ու երկնայինը հանդիպում են իրար, այստեղ փոխաբերական է, հա, իմաստը։ Հայերենում հենց խաչ բառը կարող է նշանակել նաև նեղության, ծանր, պարտականության եւ ճակատագիր։ Խաչը տահա, պիտի քաշես, այսպեսի բառեր ունենք մենք մեր երկրում։ Ժողովուրդը այսպեսի բառեր կարող ասել, որը նույնպես կապվում է Քրիստոսի տառապանքը կրելու գաղափարի հետ։ Դա վերցրել են հենց իրենք եկեղեցականները։ Արևախաչը ինքը աշխարհի ամենահին ու ամենատարածված երկրաչափական սիմվոլներից է, այդպես են ասում, ձևը ծագումը դա ուղիղ գծերով է կազմված խաչ, որի ծայրերը 90 աստիճանով շրջված են, հա։ Այստեղ գտնվել են մինչև 3-րդ հազարամյակում թվագրվող օրինակներ, այսինքն գաղտնի իմաստը դա հնագույնն է, հնից եկող շարժումը, էներգիան, որը խորհրդանշում է հենց արևի երկնքով շարժումը կամ արևի ճառագայթները։ 4 էլեմենտները, այսինքն պտույտն է դա, գծերը հենց խորհրդանշում են 4 հիմնական ուղղությունները, նաև դա կապ ունի Պերեկրիոստիկի հետ, հա, այսինքն խաչմերուկների հետ, կողմնացույցը կամ 4 տարերը կրակը ջուրը, հողը օդը, հա, մշտական շարժման մեջ։ Բարեկեցություն եւ բարի ուժի հետ էլ սա մեծ կապ ունի, այսինքն շատ մշակույթներում ներառյալ հենց ինքը Հնդկաստանը, ինդուզները, Ճապոնիան, մինչև 20-րդ դարի սկիզբը նաև Հայաստանը, այն դրական բարբեր ուժի նշան են համարել։ Տау խաչը դա անկախն է, տայի նման տեսած կլինեք, սենց վերևը ոլորված,
նախքան Քրիստոսի խաչելությունը լայն կիրառում է ունեցել Եգիպտոսում։ Իր հին գաղտնի իմաստը հենց այն է, որ հին Բաբելոնում եւ այլ մշակույթներում, ասում էին, որ այն կապված է եղել աստվածներ Թամմուզի կամ Տորի հետ, Թոր, որ ասում են։ Այն նաև հաճախ նշանակել է ճշմարտություն կամ կյանքի սկիզբ։ Ընդհանրապես անկխը եգիպտական գաղտնի իմաստ ունի, սա տау հենց խաչն է, որի վերևում մասում տեսած կլինեք օղակ, մի փոքր ես այդ մասին կխոսեմ։ Անկխը հին Եգիպտոսի ամենակարևոր սիմվոլն է եղել, հավերժական կյանքից է խոսում, որը հենց կյանքը ինքը, բայց ոչ ժամանակավոր է, այլ հավերժական կյանքի մասին է։ Աստվածային շնչի մասին, որտեղ օղակը հենց ինքը ներկայացնում է Աստծո հավիտենական ոգին կամ շունչը, որը տրվում է մարմնին, այսինքն խաչին։ Իսկ հայկական խաչքարը դա ծաղկող խաչ է այդպես կոչվում, ոչ միայն կրոնական, այլ խորը փիլիսոփայական հուշարձանը դա։ Ձևը հենց ինքը խաչքարի խաչը երբեք պարզգիծ չի լինում, այն ծաղկազարդ է, տեսնում ենք, որ թևերը ավարտվում են ոճավորված, ինչ-որ զարդանախշերով, որոնք հաճախ կարող եք նմանացնել տերևների կամ ինչ-որ ծաղիկների։ Ստե կյանքի իմաստը ծառն է, սա բյուրեղացած կյանքի ծառի մասին ենք խոսում, հենց Իգդրասիլ։ Քրիստոսի մահը մատյանի վրա չի, այլ վերածվել է բերք պտղաբերող ծառի։ Հարություն եւ անմահություն, այսինքն քանի որ ծաղիկները եւ պտուղները, այսինքն ինչի հետ կապ ունի աճի, բազմացման եւ պտղաբերության նշանների, Ստե խաչքարը հաստատում է, որ Քրիստոսի զոհաբերությունը ոչ թե մահվան վերջն է եղել, այլ հարություն եւ հավերժական կյանքի սկիզբը։ Հայկական ինքնությունը ինքը դա ֆիքսել է հայկական քրիստոնեության յուրահատուկ ճանապարհը, այսինքն ավետարանը քարի վրա քանդակելով, Ընդհանրապես այս սիմվոլները ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խաչը մարդկության հուզող հավերժական հարցերի կյանքն է, այսինքն կյանք, մահ, երկնքի եւ երկրի կապի հետ։ Պատասխանը ստեղ տարբեր է, մշակույթներում։ Ինքը խաչը բավականին շատ հզոր է, իր խորհրդանիշով կներեք։ Խաչելիության եւ զոհաբերության մասին է խոսում, սա հենց ինքը հին սրբազան խորհրդանիշ է եղել, հզոր նախատիպային կարելի է ասել, քան բոլորին սենց խորհրդանիշող ինչ-որ բան։ Աշխարհում սա հենց հիմնական խորհրդանիշն է եղել։ Սվաստիկան ստեղ ասում էին, որ խորհրդանշել է անընդհատ պտույտ, օր, գիշեր, գիտեք բոլորդ, նաև մեծ կապ ունի ամառը, ձմեռը եւ այլն։ Ինչն է հետաքրքիր, որ ընդհանրապես այստեղ Իգդրասիլ ծառի հետ կապված այրումը, երբ որ եղել է, այստեղ երբ արմատները ստեղ կոչվում են անցյալը, իսկ ճյուղերը դա բնական է, այդ ծառի կոչվում են ապագա։ Ծառի բունը իրականն է, այն ինչ ներկայությամբ կա, տեղում հենց ներկայումս։ Հարության վրա սա այն է եղել, ինչ մենք կարող ենք ընկալել եւ այն, ինչ չենք կարող ընկալել։ Սա խաչի հենց ամբողջ խորհրդանիշն է, սա հենց 4 սյուների զորությունն է։ Նրանց 4 հենց աստղերի ոճը։ Աստրոլոգիայում տարբեր խաչեր կան, հորիզոնական, լսած կլինեք տաու կվադրատ, այսինքն ֆիքսված խաչն է, եւ տաու կվադրատը։ Խաչը ինքը եկեղեցու հենց խաչի հետ միասին չի դրվում, կա ստեղ հավասարակողմ խաչ։ Իսկ խաչի հորիզոնական եւ ուղղահայաց մասշտաբը բնական է, ստեղ հորիզոնական խաչը, որը հենց ինքը նյութական շերտն է եւ այստեղ եւ հիմա գոյություն ունեցող ամեն ինչ հարգելիներս։
Ընդհանրապես խաչը մեծ կապ ունի նյութականի եւ հոգեվոր կապի հետ։ Սա խաչի հենց հատման ընկալումն է եւ սա հենց այն ամենը, ինչին մենք հանդիպում ենք այստեղ եւ հիմա, հա, այսինքն խաչը ինքը խորհրդանշում է զոհաբերություն եւ միայն եկեղեցին է այն վերափոխել, ինչի մասին շատերը չգիտեն։ Այն չի հուշում մարդուն, հա, ինչ անի, ոնց անի, որը որից հետո հանի։ Իսկ հորիզոնական առանցքը ստեղ եւ ուղղահայաց առանցք ունի։ Սա հենց Քրիստոսն է, որտեղ Քրիստոսը խաչվել է։ Խաչման կետը ուրեմն ձեր անահատա կենտրոնի հետ կապ ունի, սրտի, որը հենց գտնվում է մարդու կենտրոնում, հա, սրտի։ Քրիստոնեությունը ինքը տառապանքի կարելի է ասել եւ լացի ցավի էգրեգր է, ցավոք սրտի։ Մի էլ ինչ կարող եմ ասել։ Անախատան ինքը անպայման չպետք է, հա, տառապի, այսինքն սիրտդ ցավի, տանջվի եւ այլն։ Ես այդ հարցում համամիտ չեմ։ Եկեղեցին ընդհանրապես միշտ ավելի հակված է եղել հակառակնանի, հա, այս փաստին, քանի որ կան հատուկ գործոններ, նման պատկերներ, որոնք տեսած կլինեք նաև այդ ուրեմն բաներում, հա, սեկտաներում բավականին, որտեղ որ այդ էներգիաները բավականին շատ տառապանքի էներգիա է, ցավի, լացի էներգիա, որով սնվում են շատ մարդիկ, հոգևորների մասին եմ խոսում։ Անահատան անպայման այստեղ պետք է միշտ բաց լինի մարդու սիրտը եւ մարդ պետք է ուրեմն ոնց բացատրեմ, որ ճիշտ հասկանաք, ինքը ավելի շատ ոչ թե տառապի, այլ հակառակը, հա, ուրախանա, ինչ անում է սրտով անի, բարի լինի, այլ ոչ թե տառապի։ Ես կարծում եմ այդ հարցում եկեղեցիականները բավականին մեծ սխալ են գործել։ Խաչը միշտ տեղադրում են ուրեմն տեսած կլինեք, հա, տարբեր ձևերով, որտեղ որ ինքը տարբեր սիմվոլներ ունի, նաև կացուն է, լսած կլինեք, այդ մասին էլ ես մի փոքր կխոսեմ, կացունին, ինչը բավականին շատ հետաքրքիր է, որտեղ որ օձեր են, հա, երկու այդ կրեստերի վրա, ոնց ասեմ ձեզ, խաչերի վրա։ Ընդհանրապես էզոթերիկների տեսանկյունից խաչերի հետ կապված բավականին շատ խորհրդանիշներ կա, տարբեր, հա, օրինակ, երբ մենք տեսնում ենք անկղը, վերևի այդ կլորը, դա կնոջ հետ էլ կապ ունի, իսկ ներքևինը տղամարդու հետ, հա, որտեղ որ արդեն ներքևի կողմից արդեն պտուղ պետք է տա եւ ինչ որ նոր բան ծնվի, դա երեխայի մասին է խոսքը։ Հիսուսին երբ խաչել են, խաչը տեսած կլինեք, խաչերը տարբեր են լինում, երբ որ նրան խաչել են, վերևի մասը չէ, հա, որտեղ ինքը ձեռքերը բացում է, այլ չոքերի մասը, ուշադիր որ նայում եք, հենց չոքերի մեջտեղում ինչու են նշում ձկներ նշանը։ Սրանք մեծ կապ ունի մեկը մյուսի հետ, հենց խաչի հետ, որովհետև նորից եմ կրկնում, մարդը երբ կանգնում է, հա, ձեռքերը այսպես բացված, դա խաչի հետ մեծ կապ ունի, այսինքն մարդը պետք է լինի կենտրոնում։ Եվ կա նատալ քարտ, հա, աստղաբանական, որտեղ որ մենք տեսնում ենք խոյից մինչև 12-րդ նշանը, հա, որը մեծ կապ ունի նաև այս խաչի մեկնաբանության հետ։ Նաև նատալ քարտում կան, նորից եմ կրկնում, խաչի հետ կապված, հա, հորիզոնականը, տաու կվադրատը եւ մյուսը, որտեղ որ շատ աստղաբաններ դա կարող են հաստատել։ Դա տարբեր մարդիկ տարբեր կարող է բնութագրեն, բայց իրականությունը սա է, հա։ Ինչու են ասում 12-րդ տունը կապ ունի հենց չոքերի մասին է այստեղ խոսքը, հա, Հիսուսի,
որ մենք ներքևը ուշադրություն դարձնում ենք, դա կապ ունի ձուկ համաստեղության հետ, Նեպտունի հետ։ Ձուկը դա ինչի հետ կապ ունի, 12-րդ տան, երբ որ մենք նայում ենք։ Այսինքն 12-րդ տունը դա ձկների տունն է, որը մեծ կապ ունի գաղտնիքների, մոգության, միստիկայի հետ, ինչը շատերի մտքով անգամ չի անցնում։ Եվ միգուցե հենց եկեղեցիներն էլ հենց այս ամեն, եկեղեցականները հենց այս ամենը թաքցրել են մարդկանցից, որպեսզի մարդիկ այս գիտելիքները չիմանան, չհասկանան, որը ինչ է նշանակում եւ այլն։ Դրա համար պետք է ուշադիր լինել, ուսումնասիրել, գիտելիք ձեռք բերել եւ առաջ գնալ, որպեսզի դուք ինքներդ հասկանաք, ինչ է նշանակում այս խաչը, այն խաչը եւ այլն։ Ամենայն դեպս ես այսօր մի փոքր մտածում էի, արդյոք արժեր, որպեսզի ես այսօր խաչի հետ կապված այս թեմաներից ձեզ հետ խոսեի, բայց չգիտեի արդյոք պետքա դա թե ոչ, բայց ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի ես իմ գիտելիքով կիսվեի ձեզ հետ, որպեսզի դուք իմանաք։ Նաև կա մալթական խաչ եւ պապական խաչ իմաստի վրա, այդ մասին ես հետագայում ձեզ հետ կխոսեմ, որպեսզի դուք հետագայում գիտելիք ձեռք բերեք, սիրելի հետևորդներ։ Այսքանով ես կավարտեմ իմ աշխատանքը եւ կարծում եմ շատ մարդիկ, ովքեր որ խաչի հետ կապված թեմաներից շատ քիչ բան գիտեին, այսօր արդեն բավականին շատ բան կարող են հասկանալ, որովհետեւ այս ամենը գալիս է շատ հին հնուց եկող դարերից, որը կապ ունի սակրալ գիտելիքների հետ եւ շատ քիչ մարդիկ է որ այս մասին գիտեն։ Այսքանով ես ավարտում եմ ձեզ հետ իմ աշխատանքը, մաղթելով ձեզ լավ տրամադրություն։ Այսօր այսքանը, լավ եղեք։